Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության 106-րդ տարեդարձը, բռնակրավման պայմաններում տակ ապրող հայրու իրավունքներն ու ցայնը, ամեն ինչ այրած է, փրկած ենք միայն մեր կյանքը, Արցախեն բռնի տեղահանված ընտանիքի Վակոն Դնագը ամբողջովին այրած է, Արցախի հանձնաժողովի հայտարարությունը, Աշոտ Հարությունյան, Կոնյակ, աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ 2026 թվականի հունվար 19-ին նշվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության 106-րդ տարեդարձը։ Միջոցառման մասնակցեցան ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական գործիչներ եւ հայ հանրության ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքին ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյանը։ Իր խոսքին մեջ ան ընդգծեց, որ թեև հայկական հարցը հաջող կշրջանցվի կամ լրության կմատնվի որոշ լրատվամիջոցներու կողմէ, Արևմտյան Հայաստանի հայությունը պիտի շարունակի իր ցայնը բարձրացնել թե աշխարհի, թե համաշխարհային հայության առջև։ Նախագահը շեշտեց, որ որքան ալ փորձ կատարվի ջնշելու կամ ժխտելու Արևմտյան Հայաստանի հայության գոյությունը, հայ ժողովուրդը գոյություն ունի եւ պիտի շարունակի իր արդար պայքարը։ Արմինակ Աբրահամյանը հատկապես շեշտեց, որ Արևմտյան Հայաստանի հայությունը բարտավոր է պահպանել իր ազգային ինքնությունը, պատմությունը, մշակույթը, աշխարհագրական հիշողությունը եւ բնությունը, զուգահեռաբար շարունակելով իր իրավական պայքարը։ Անոր խոսքով այսօր, թեև պատմական տարածքները կգտնվին օդար պետություններու վերահսկողության տակ, այդ իրողությունը չի կրնար վերացնել հայ ժողովրդի պետական իրավունքները եւ պատմական ճշմարտությունը։ Ելույթին մեջ նաեւ նշվեցավ, որ գոյություն ունին ուժեր, որոնք կփորձեն ժխտել Արևմտյան Հայաստանի հայության իրավունքներն ու պատմական ներկայությունը։ Սակայն իրական Հայաստանը այն հայությունն է, որ մինչեւ այսօր պաշտպանած է իր ինքնությունը եւ ունի ապրելու, զարգանալու, ընտանիք կազմելու եւ իր զավակներու աբական գերդելու անկախտելի իրավունքը։ Նախագահը անդրադարձավ նաև ազգային պատվիրակության ձևավորման պատմական նշանակության, ընդգծելով, որ Պողոսն ու բարի նախաձեռնությամբ ստեղծված ազգային պատվիրակությունը վճռական դեր ունեցած է հայրու ցեղասպանության տարիներուն եւ հետագային միջազգային հարթակներու վրա հայ ժողովրդի իրավունքներու պաշտպանության գործին մեջ։ Այդ պատվիրակության հիմնական նպատակն էր Արևմտյան Հայաստանի պետականության գաղափարի պահպանումը եւ իրավական շարունակականության ապահովումը։ Միջոցառման ավարտին վերահաստատվեցավ, որ անկախության գաղափարը կենթանի է եւ պայքարը պիտի շարունակվի մինչեւ պատմական արդարության վերականգնումը եւ հայրենի տարածքներու ազատագրումը։ Արևմտյան Հայաստանը մինչև այսօր կշարունակի մնալ բռնակրաված տարածք, ուր պատմական օրեն ձևավորված հայկական ներկայությունը ենթարկված է համակարգված ճնշման, լրացման եւ ժխտման։ Չնայած տասնամյակներ շարունակ գործադրված քաղաքական, մշակութային եւ իրավական բռնություններուն, այնտեղ ապրող կամ այդ տարածքեն սերող հայերը կշարունակեն պահպանել իրենց ինքնությունը, հիշողությունը եւ կապը հայրենի հողին հետ։ Բռնակրավման պայմաններուն տակ Արևմտյան Հայաստանի հայությունը զրկված է իր հիմնարար իրավունքներեն, լեզվի ազատ գործածութենեն, մշակութային ինքնության պահպանութենեն, պատմական ժառանգության պաշտպանութենեն եւ սեփական պատմության մասին խոսելու իրավունքեն։ Հայկական հետքը ճնշելու փորձերը կգործադրվին ոչ միայն ֆիզիկական միջոցներով, այլ նաև մշակութային եւ իրավական մեխանիզմներով։ Այսօր այդ հայության ցայնը հաջող կմնա անլսելի միջազգային հարթակներու վրա, մինչդեռ խոսքը կվերապերի մարդու հիմնարար իրավունքներուն, ինքնության պահպանման եւ արժանապատիվ գոյության խնդրին։ Արևմտյան Հայաստանի հայերը ունին ապրելու, հիշելու, իրենց պատմությունը ներկայացնելու եւ իրենց իրավունքները պաշտպանելու անկախտելի իրավունք։ Այս իրավունքներու իրական երաշխավորը կրնա ըլալ միայն Արևմտյան Հայաստանի ներկայիս պետությունը, որ կնկատվի 1920 թվականին միջազգային մագարտակով ջանցված Հայաստանի Հանրապետության իրավահաջորդն ու շարունակականը։ Այդ պետականության գոյությունն ու գործունեությունը ուղղված են ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ նաև Արևմտյան Հայաստանի հայության իրավունքներու պաշտպանության։ Արմավիրի մարզի Չրարատ գյուղին մեջ հայրած է Արցախեն բռնի տեղահանված Սահակյաններուն Վակոն Դնագը։ Այս պահուն ընտանիքը 4 անճապահաս երեխաներու հետ դուրս մնացած է, որովհետև բնակելի տեղ չունին։ Ընտանիքի համար սա երկրորդ ողբերգությունն է։ Առաջինը գործընծուցին Արցախն ու Ասկերանի դունը, տան հետ միասին նաև իրենց ողջ կյանքը եւ բռնի տեղահանվեցան։ Իսկ հիմա հրթեհի հետևանքով գործընծուցին ամեն ինչ մինչև փաստաթուղթեր։ Մեր զրուցակիցը փոխանցեց, որ ընտանիքը 4 անճապահաս երեխաներով հայտնված է անելանելի վիճակի մեջ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Արցախի հանձնաժողովը խոր մտահոգություն կհայտնի Սուրյո հյուսիս-արևելքին Ջեզիրեի դարաշրջանին մեջ ստեղծված իրավիճակին առնչությամբ, որ կրնա հանգեցնել նոր մարդասիրական ճգնաժամի եւ խաղաղ բնակչության զանգվածային տեղահանման։ Հանձնաժողովը գոչ կուղե հագամարտող կողմերուն ցուցաբերելու զսպվածություն, ցերմբահ մնալու ռազմական գործողությունները եւ հարկել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները, ապահովելով խաղաղ բնակչության կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը։
Ջեզիրեի տարածաշրջանը պատմականորեն բնակեցված է նաև հայերու ցեղասպանութենեն փրկված հայերու ժառանգներով, որոնց համար Սուրյան դարձած է երկրորդ հայրենիք։ Տարածաշրջանին մեջ ստեղծված անկայուն վիճակը կսպառնա ոչ միայն ներկա բնակչության անվտանգության, այլ նաև այնտեղ ձևավորված համայնքներու գոյության եւ մշակութային ժառանգության պահպանման։ Հանձնաժողովը կշեշտե, որ միջազգային հանրությունը բարդավոր է կանխել նոր բռնությունները եւ պաշտպանել քաղաքացիական բնակչությունը անկախ անոնց ազգային կամ կրոնական պատկանելիութենեն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Արցախի հանձնաժողովը կվերահաստատե իր հանձնառությունը խաղաղության, մարդու իրավունքներու եւ պատմական արդարության պաշտպանության գործին մեջ։ Հայկական կոնյակը աշխարհով մեկ ճանաչված է իր բարձր որակով եւ հատուկ համային նրբություններով։ Հայաստանի մեջ առաջին կոնյակի գործարանը հիմնված է 1887 թվականին Երևանի մեջ Ներսես Թայրյանի կողմէ։ Շատ կարճ ժամանակի ընթացքին անգրծած է հայկական կոնյակը ներկայացնել եւ հաստատել եվրոպական շուկայի մեջ։ Շատերու կարծիքով ընդգծված համային որակներուն պատճառով կոնյակը պետք է վայելել մաքուր առանց ուտեստի, սակայն հայկական խոհանոցը ցույց կտա, որ այդպես չէ։ Կան ուտեստներ, որոնք հիանալի կերպով կհամադրվին կոնյակի հետ, մասնավորապես բանրային եւ սունգերու վրա հիմնված ճաշատեսակները։ Կոնյակի մասին ավելի մանրամասն տեղեկություններու համար կարելի է այցելել մեր պաշտոնական գայք։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսիացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան դարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։